Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ասամբլեայի հերթական նիստն է կառույցի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի ղեկավարությամբ։ Օլիմպիական ընտանիքի անդամ բոլոր ֆեդերացիաները ներկա են քննարկելու օրակարգի գլխավոր թեման՝ մարզաշխարհը հանուն առողջ սերնդի։ Թեման, որը մեզ համախմբել է, ավելին է, քան պարզապես սպորտը։ Այն ավելին է, քան ցանկացած մեդալ կամ մրցանակ։ Մենք այսօր այստեղ ենք, որովհետև խոսքը վերաբերում է մեր ապագային, մեր երեխաներին, մեր սերունդներին։ Մարզաշխարհը հանուն առողջ սերունդների ձևակերպումը իր մեջ ամփոփում է թե մեր մտահոգությունները եւ թե մեր անելիքները։ Այո, խնդիրները քիչ չեն։ Կան հարցեր, որոնք տարիների ընթացքում կուտակվել են, կան նաեւ վտանգավոր երևույթներ։ Բայց կան նաեւ մենք, մարզաշխարհի ներկայացուցիչներս, որոնք երբեք չենք մնացել ու չենք մնա անտարբեր։ Մենք գիտակցում ենք, որ մեր ամեն քայլը կարող է օգտակար լինի մեր երկրին, մեր ժողովրդին, մեր ապագային։ Մարզաշխարհն ունի մի առանձնահատուկ ուժ։ Մենք հակառակորդներ չունենք երկրի ներսում։ Եվ մեր մարզիկները հաղթում են, եւ բարձրանում է մեր պետական դրոշը եւ հնչում է հիմնը, այդ պահին ամբողջ ժողովուրդը կանգնած է մեր թիկունքին։ Այդ աջակցությունն է, որ մեզ եւ ուժ է տալիս եւ պարտավորեցնում։ Ուրեմն, եթե մեր երկրում կա խնդիր, մենք պիտի համախմբվենք, մեր ջանքերը դնենք դրա լուծման համար։ Իսկ երբ խոսքը վերաբերում է մեր երեխաների եւ երիտասարդների առողջությանը, ապա մենք պարզապես իրավունք չունենք չգործելու։ Սպորտը կարող է դառնալ այն հզոր միջոցը, որով կկանխենք թմրամոլությունը, ալկոհոլի չարաշահումը եւ այլ վտանգավոր երևույթներ։ Առանձին կարևորություն ունի նաեւ պատերազմի ժամանակ վիրավորում ստացած մեր եղբայրների համար առողջության վերականգնման եւ մարզումների հնարավորությունների ստեղծումը։ Բարեբախտաբար արդեն իսկ կան ծրագրեր, որոնք կյանքի են կոչվում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ եւ կարծում եմ բոլորս համամիտ ենք նրա վերջին հայտարարության հետ։ Այն է, սոցիալական պատճառներով ոչ մի երեխա չպետք է զրկված լինի սպորտով զբաղվելու հնարավորությունից։ Սա ոչ միայն գեղեցիկ խոսք է, այլ գաղափար, որը կարող է փոխել հազարավոր երեխաների կյանքը։ ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը վստահեցնում է, որ միայն միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել դրական արդյունքի։ Իհարկե օլիմպիական կոմիտեի նախաձեռնությունը, որը նախաձեռնում է պարոն Ծառուկյանը, այսօր ձեր միջոցով մասսայականությունը ձեր ձևով ավելի բարձրացնելն է։ Մեծ սպորտի հիմքում մասսայականությունն է։ Ինչքան շատ կարողանանք ընդգրկենք, փողոցից կտրենք մեր զավակներին, այնքան մենք կլինենք ավելի հզոր, ավելի ուժեղ։ Սոցիալապես ակտիվ, ներդաշնակ, զարգացած երիտասարդ մասնագետների պատրաստման գործում առանձնահատուկ տեղ է գրավում ֆիզիկական դաստիարակությունը։ Դիտումները ցույց են տալիս, որ այսօր երիտասարդների ֆիզիկական դաստիարակության համակարգում դպրոց, քոլեջ, ուսումնարան, բու անտեսվում են նաև ազգային ավանդույթները եւ անձի ինքնության ձևավորման օրինաչափությունների գործոնները։ Ներկա ժամանակաշրջանում ել ավելի է ընդգծվում սպորտի կարևորությունը առողջ ապրելակերպի համակարգում եւ գտնվում է որպես մարդու հիմնարար արժեքներից մեկը, որը վտանգված է ժամանակակից էլեկտրոնային կապի միջոցների եւ մասնավորապես համակարգչային համընդհանուր հրապուրվածության մեջ։ Ուժերը պետք է կենտրոնացնել նաև սպորտում աղջիկների ներգրավվածության վրա։ Դրա պատասխանատվությունը կրում է նաև մեր հայտնի մարզուհին Հռիփսիմե Խորշուդյանը։ Շատ կարևոր է, երբ երեխան տեսնում է, թե ինչպես է ծնողները զբաղվում սպորտով եւ ֆիզկուլտուրայով։ Դա օրինակ կծառայի զավակներին նրանց շահագրգռել որևէ մարզաձևում ընդգրկվելու համար։ Պետք է նաև պարզել, թե ինչ մարզաձևով է հետաքրքրված իրենց երեխան եւ ինչով է նա ցանկանում զբաղվել, ինչ նախընտրություն ունի ու փորձել նրան ուղեկցել համապատասխան մարզաձևի փորձնական պարապմունքներին։ Ընդհանրապես ապացուցված է, որ աղջիկները ցանկանում են մարզվել կին մասնագետների ղեկավարությամբ, որոնց քանակը սպասվածից քիչ է մեզանում։ Հայ աղջիկները մեծ ներուժ ունեն։ Ճիշտ եւ նպատակային մարզումների պարագայում նրանք պատմականորեն բազմաթիվ մարզական բարձունքներ են նվաճել միջազգային պատասխանատու մրցումներում։
Մարզաշխարհի ներկայացուցիչներն առանցքային են համարում առողջ սերնդի ձևավորումը։ Նաև սպորտն է ամուր պետության գրավականը եւ Օլիմպիական կոմիտեն պատրաստ է ամենօրյա աշխատանքով, փորձով, գիտելիքներով ու հեղինակությամբ նպաստել այդ գործին։ Մենք պարտավոր ենք ստեղծել հնարավորություններ եւ միջավայր, որտեղ բոլոր երեխաներն ու պատանիները, անկախ սոցիալական նախադրյալներից, կկարողանան ընտրել սիրելի մարզաձևեր եւ հաճախել կանոնավոր պարապմունքների։ Մեզ խորապես մտահոգում են թմրամոլության տարածման ծավալները։ Մենք պետք է ստեղծենք մթնոլորտ, որտեղ թմրամոլությունը տարածվելու հնարավորություն պարզապես չի ունենա։ Մենք չափազանց կարևորում ենք հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մեր ընկերների, եղբայրների մարզվելու եւ սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծման գաղափարը։ Մենք ողջունում ենք արվող քայլերը, ֆիզիկական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների համար մարզումների եւ ակտիվ կյանքի հնարավորություններ ապահովելու ուղղությամբ։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ոչ օլիմպիական մարզաձևերի միության, ծնողական եւ ուսուցչական համայնքների, պետական եւ մասնավոր կառույցների համատեղ ջանքերով մենք վստահաբար կարող ենք հասնել առավելագույն արդյունքի։ Մենք, մարզաշխարհի ներկայացուցիչներս, միշտ բարձր ենք պահել մեր երկրի ու ժողովրդի պատիվը եւ այս գործում եւս պատրաստ ենք ներդնելու մեր ամբողջ ներուժը։ Մեր Փարապանց մարզիկները այսօր ներկա են եւ Օքսեն Միրզոյանը եւ Իսրայել Միլիտոսյանը եւ Ռուսիմ Խուրշուդյանը այնքան ամագ ունեն այս երկրի մեջ, այնքան են բարձր պահել մեր երկրի պատիվը, այնքան են ճանաչելի դարձրել աշխարհում մեր երկրի պատիվն ու անունը, Արտուր Ալեքսանյանը, Հենրիկ Մխիթարյանը, Մալխա Սամոյանը, Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը, Վաղինա Գալուստյանը, ում է չասեցի 1000 ներողություն, ես ճիշտ ասած փորձում էի այս անունների չանցնել, բայց չկարողացա, բոլորին։ Արտուր Ալեքսանյանի վերջի մրցաշարից հետո ինչ որ սկսեցին այդ տղուն ինչ որ փորձել ինչ որ բառ են գրում, նայում ես այ մարդ, ինչ է կարել, ով եք, այ տղա, քո քաշով մեկ, այդ տղան մեդալ է բերես երկրի համար, դու ինչ ես արել, կամ այդ քննադատողների հավաքական իրանց գումարը, մի հատ է բազմապատկեն իրանց տենց մերձավորներով, այդ տղու 3%-ը չէ կարես երկրի համար, դե համար ժողովուրդ ջան, մենք միասնական ենք, մենք Հայաստանի Հանրապետություն, մենք ներքին թշնամի, ներքին հակառակորդ չունենք։ Մեզ ոչ մի բան չի հետաքրքրում, մեզ միայն հետաքրքրում է մեր երկրի պատիվը, մեր երկրի պետական դրոշը բարձրացնելը, մեր պետական օրհնեքը հնչեցնելը, մեր ապագա սերնդին առողջ, ուժեղ ճանապարհ տանելը։ Առաջիկայում ֆեդերացիաները կներկայացնեն նաև իրենց ծրագրերն ու առաջարկները։ Դրանք կվերլուծեն, կհամադրեն, կանցնեն համակարգված աշխատանքի հաջորդ փուլին, տարածելով օլիմպիզմի սկզբունքները։ Արդար մրցակցությունը, ազնվությունը, արժանապատվությունն ու հավասար պայմաններն են խաղաղ ու առողջ հասարակության հիմքը։ Ահարոն Հայրապետյան, Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։